Ռուսաստանի նոր միջուկային համակարգերով զենքերը Բուրևեստնիկն ու Պոսեյդոնը չպետք է անակնկալ լինեին ոչ մեկի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրանց մասին հայտարարել էր դեռևս 2018 թվականին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Երբ ասում են, թե մեր նոր զենքերը Բուրևեստնիկն ու Պոսեյդոնը անակնկալ էին, ապա կարող է մի բան ասել, դրանում անակնկալ չկա։ Վլադիմիր Վլադիմիրովիչը դա ասել է 2018 թվականին Դաշնային ժողովին ուղղված իր ելույթի ժամանակ։ Այլ հարց է, որ գուցե ոմանք այն ժամանակ չէին հավատում դրան, հիմա նրանք ստիպված կլինեն հավատալ, հավելել է Շոյգուն։ Միացյալ Նահանգները պատրաստվում է հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին, գրում է The Wall Street Journal-ը։ Սպիտակ տունն արդեն իսկ բացահայտել է թմրանյութերի մաքսանենգության համար ենթադրաբար օգտագործվող թիրախները։ Դրանց թվում են նավահանգիստները, ծովային օբյեկտները եւ օդանավակայանները։ Նախկինում Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել միայն թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ենթադրաբար ներգրավված նավերին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միգրանտների ընդունման թիվը պատմական մինիմումի է հասցրել 125,000-ից 7,500-ի։ Մասնավորապես Թրամփի վարչակազմը հայտարարել է փախստականների քվոտայի կտրուկ կրճատման մասին։ Միացյալ Նահանգներն այժմ տարեկան կընդունի ոչ ավելի քան 7,500 մարդու։ Սա Միացյալ Նահանգների վերաբնակեցման ծրագրի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է, քանի որ նախորդ սահմանաչափը 125,000 էր։ Նոր կանոններն ուժի մեջ են մտել հոկտեմբերի 1-ից։ Սպիտակ տան համաձայն հատուկ ուշադրություն կդարձվի անօրինական կամ անարդար խտրականության զոհերին, մասնավորապես Հարավային Աֆրիկայի սպիտակամորթ բնակիչներին։ Թրամփը նախկինում մեղադրել էր Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությանը սպիտակների ցեղասպանության համար։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունը կարգադրել է չեղարկել Աֆղանստանի, Հայիթի, Վենեսուելայի եւ մի շարք այլ երկրների այն քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որոնք նախկինում ստացել էին ժամանակավոր բնակության եւ աշխատանքի իրավունք Միացյալ Նահանգներում։ Լուվրի թանգարան ներխուժած եւ արժեքավոր զարդեր գողացած անձինք փորձել են զարդերը վաճառել Darknet-ի գաղտնի ցանցի միջոցով իսրայելական մի ընկերության։ Մասնավորապես իսրայելական CGI Group անվտանգության ընկերության ղեկավար Ցվիկա Նավեն ասել է, որ կողոպուտից 5 օր անց իր ղեկավարած ընկերության հետ կապ է հաստատել գողերի ներկայացուցիչը։ Նա հարցրեց, թե արդյոք մենք կբանակցենք գաղտնի ցանցում գողացված արվեստի գործերի գնման շուրջ եւ նշեց, որ մենք 24 ժամ ունենք պատասխանելու համար, ասել է նա։ Նավեի խոսքով իրենց թիմն անմիջապես տեղեկացրել է Փարիզի համապատասխան մարմիններին գործարքի փորձի մասին։ Սակայն ըստ նրա բյուրոկրատական խոչընդոտները խանգարել են արվեստի գործերի առնվազն մի մասի վերադարձի հնարավորությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն 7 մարդ է ձերբակալվել կողոպուտի գործով։ Թանգարանից գողացել են կայսերական հավաքածուից զարդեր ընդհանուր 88 միլիոն եվրո արժողությամբ։ Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Փարիզի խաղաղության ֆորումի ժամանակ։ Ուսանողուհին, տեսնելով համաժողովին այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, մոտեցել է նրան ու նրան հանձնել իր ինքնակենսագրականը, նշելով, որ ցանկանում է աշխատել նախագահի աշխատակազմում։ Մակրոնը հումորով է արձագանքել, ասելով, որ աղջիկը շատ լավ է պատրաստվել հանդիպմանը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։